Ապաշխարել։ Ինչ է դա իրականում։ Ապաշխարել չի նշանակում միայն ասել. «Տերներ ինձ»։ Դա միայն խոսք չէ, դա քո սրտի շարժումն է, դա այն պահն է, երբ դու վերջապես դադարում ես ձևացնել ու սկսում ես ճշմարտապես ապրել։ Ապաշխարությունը ոչ թե վախից է, այլ սիրուց ծնված, երբ դու ինքդ գիտակցում ես, որ ամբողջ կյանքդ քայլել ես առանց Աստծո, մտել ես տարբեր մութ ճանապարհներ, բայց հիմա փոշմանել ես և ի սրտե ուզում ես վերադառնալ Տիրոջ մոտ։ Տեր Հիսուսը պատմեց անառակ որդու մասին, որ գնաց հեռու երկիր, շռայլ կերպով ծախսեց իր բաժինը, որը հորից էր խնդրել, մոլորվեց, սխալվեց, այնուհետև պարտությունից հետո հասկացավ, որ վերջապես պետք է տուն վերադառնա։ Եվ երբ նա վերադարձավ, հայրը չդատեց, չհրաժարվեց, հետ չքաշվեց իր որդուց, այլ վազեց նրան ընդառաջ։ Այո, հենց սա է ապաշխարությունը, որը ոչ թե կործանում է տանում, այլ վերադարձ դեպի Աստծո գիրկը։ Այն ոչ թե ամոթ է, այլ ողորմություն։ Երբ դու ապաշխարում ես, Աստված չի ասում. «Ես քեզ ասել էի», նա ասում է. «Իմ որդին վերադարձավ, ես նոր կյանք կտամ նրան»։ Դու կարող ես կոտրված լինել, մեղավոր, բայց եթե սիրտդ անկեղծ է և դու անկեղծ զղջում ես և գալիս Տիրոջ մոտ, նա քեզ երբեք չի մերժի, որովհետև ապաշխարությունը ամենագեղեցիկ ճանապարհն է դեպի Տեր Աստված, դեպի սերը։